Պարոն Դանելյան, Վարդան Ղուկասյանն այսուհետ լինելու է Գյումրու համայնքապետը, ինչ ակնկալիքներ ունեք Գյումրու ընդդիմությունից։ Առաջի ակնկալիքը դա այն է, որ մենք ընդդիմության միասնական ջանքերով կարողացանք այս շենքից ուրեմն հեռացնել ԿՊ իշխանություն այլևս այս շենքում չկա եւ դրա համար ուզում եմ շնորհավորել բոլորիս, սա բոլորի ջանքերի, աշխատանքի, նվիրումի, պայքարի, համառության արդյունքն է։ Ես հաջորդ իմ ակնկալիքը դա տարօսը մնացած բոլոր այն պետական շենքերին, կառույցներին, հիմնարկներին, այսպես ասած քաղաքապետարաններին, համայնքապետարան այն կոչվում, համայնքապետարանին, որ Հայաստանի Հանրապետության տենց մարմին չլինի, տենց հաստատություն չլինի, որտեղ որ ԿՊ-ն իշխանություն կունենա։ Եվ սա կարևոր հանգրվան է, եւ ես կարծում եմ, որ մոտ ապագայում հեռու չէ այդ օրը, որ մենք կնշենք արդեն լիարժեք հաղթանակը, դա պետական մասշտաբով, համապետական մասշտաբով եւ արդեն իշխանության ղեկին չլինի արդեն ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որովհետեւ այդ կուսակցությունը, այդ մարդիկ բավականին արհավիրք են բերել մեր երկրին, մեր ժողովրդին եւ արդեն մի բան էլ իրենց ավել է մնալ էլի այդտեղ եւ ես կարծում եմ, որ հենց սա կարեւոր է հիմքն է, հիմքերից մեկն է կամ որով որ պետքա լինի այդ բաղձալի օրը։ Պարոն Դանելյան, Վարդան Ղուկասյանի ընդդիմությունը այսպես մի շատ ուժեղ ակտիվ զգացողություններով ընտրությունից հետո աջակիցները ծափահարեցին, Գյումրիում ինչ փոփոխություններ կբերի Վարդան Ղուկասյանը, եթե 88-ից հետո մինչև այժմ օրինակ դեռ տնակներում ապրող քաղաքացիներ կան։ Դե տեսեք, ուրեմն այս իշխանության օրոք Գյումրիում ոչ մի չի կառուցվել։ Չհաշված մի քանի շենքը որ կառուցվել են, ուրեմն այն ծրագրերը, որոնք որ նախկինում եղել են, այդ մի քանի շենքն ա եղել եւ այդ ասֆալտապատումն էլ որ կա, այդ հին ծրագրերով ա եղել, ֆինանսավորումը արդեն հաստատված, երբ ոչ մի բան չի արվել եւ կարծում եմ, որ Գյումրին եւ Հայաստանի Հանրապետության մնացած քաղաքները պիտի ծաղկում ապրեն, զարթոնք ապրեն եւ Վարդան Ղուկասյանն էլ ինքը ապացուցել է, որ լավ կառավարիչ է, լավ քաղաքապետ է եւ բացի այն, որ իր կառավարման տարիներին Գյումրիում շինարարություն ա եղել, դա նաև կախված ա եղել գործող իշխանությունների աջակցությունից, Վարդան Ղուկասյանն էլ է դրա մասին նշել, այսինքն Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակահատվածում բավականին ծրագրեր են իրականացվել, ոչ միայն այս քաղաքում, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետությանը։ Պարոն Դանելյան, նաև այսօր առավոտյան Սարիկ Մինասյանը հայտարարեց, նախ ասենք, որ ԿՊ-ն չեկավ ավականու նիստին գումարված, նաև Սարիկ Մինասյանը հայտարարեց, որ փորձելու են գնան արտահերթ ընտրությունների։ Ընտրվեց քաղաքապետ, ինչ եք կարծում, ԿՊ-ի հաջորդ քայլը որը կլինի։ Որտեղ որ իրանք չեն ընտրվում, դա չի նշանակում, որ պետք է այդտեղ լինեն ընտրություններ։ Դա նշանակում է, որ չեն ընտրվել, պետք է սսկվեն, ուրեմն իրենց իրավունք չվերապահեն մարդկանց ասել ինչ անեն, ինչ չանեն եւ համակերպվեն դրա հետ, համակերպվեն, որ այլևս իրենք Հայաստանի Հանրապետությունում իշխանություն չեն լինելու։ Ինչքան շուտ գիտակցեն, այդքան շատ ավելի լավ։ Բայց կարծես չեն գիտակցում։ Ժողովուրդը կստիպի, որ իրենք այդ գիտակցումը ունենան։